համատեղ որոշեցինք, որ պիտի անենք այս քայլը։ Երկար տարի տևեց, բայց եկավ հասավ նրան, որ արդեն ունենք 8 բալիկ 9-րդը կծնվի։ Երբ որ առաջի անգամ տուն բերեցինք երեխաներին, հակազմ մի հատ արտահայտություն արեց, ասեց ոնց որ մեր երեխաները լինեն, ուղղակի տեղ էին գնացել, եկան։ Մեր երեխաները ոնց որ լինեին, տարբերություն չի եղել։ Շատ առիթներ են եղել, որ ներկա եմ եղել մանկատներում, ծանոթացել եմ փոքրիկների հետ ու ընդեղի իրանց պայմանները, իրանց ապրելա կերպը, ձևը, այդ ամեն ինչը միշտ ազդել է իմ վրա ու միշտ ուզում էի սենց ոնց որ կինոյի հերոսներն են պատկերացնում, ինչ որ ձևով այս երեխեքին այդ ամեն ինչից հանելու տարբերակներ էի միշտ մտածում։ Շատ առիթների ժամանակ, երբ որ գնում էի, թեկուզ որպես վարորդ էի գնում, բայց այդ ներսի ամեն ինչը որ տեսնում էի, միշտ երեխեքը ազդում էին, ասում էի՝ «Խի պիտի այս երեխեքը առանց պապայի ու մամայի»։ Ճամբարներում որպես ջոկատավարներ ենք եղել, երկուսս էլ, ու երեխաների հանդեպ այդ էմոցիաները, այդ զգացողությունները շատ խորը եղել է մեր մոտ, շատ ենք սիրում երեխաների հետ զբաղվել, ու երբ որ ծանոթացրեցին ծրագրին, որ պետքա խնամատարը ինչ է իրանից ներկայացնում, հասկացանք, որ դա հենց այն ծառայությունն է, որ մենք իրականում պիտի կատարենք։ Կարմիր, Երեխաները զատիկում էին, երբ որ դե գործընթաց ենք անցնում ամիսներով, մինչև հասնում ենք համադրման փուլին։ Երեխաների հետ առաջին մեր հանդիպումը եղավ մարզպետարանի աշխատակիցների ուղեկցությամբ ու երկրորդ հանդիպումը որոշեցինք, որ արդեն պիտի մեր երեխաներին տանենք իրար հետ ծանոթացնելու, բոլորը այսպես որ կողքերը նայում էի, բոլորը ուշադիր պատուհաններից նայում են, թե մեր երեխաները ու խնամատար բալիկները ոնց պետքա իրար հետ հանդիպեն, շփվեն, բոլորը զարմացած էին։ Իրանք ոնց որ հիմա շփվում են այսքան ամիս հետո, այդ օրը այդպես ջերմ ու ամեն մեկը իրան ասում է ինքը իմ նման է, մենք իրար նման ենք բնավորությունով, տեսքով ու ի զարմանս բոլորի շատ ջերմ, շատ սենց հարազատ ձևով իրար դիմավորեցին։ Սպասումները մի քիչ ավելի բարդ էր, բայց ավելի հեշտ է օրվա ընթացքը, որովհետև արդեն մի քիչ մեր 4 բալիկների ունենալը փորձը օգնում է։ Ունենք համ մանկապարտեզ հաճախող, համ դպրոց, համ ուսանող ու հետաքրքիրն է նա, որ բոլորը մի ժամի են պատրաստվում ու քանի որ շատ են, պիտի ամեն մեկին տարբեր ուղղություններով հասցնեն, այդ հարցերով ես եմ զբաղվում, մեքենայով ես եմ իրանց մոտեցնում, մանկապարտեզ, դպրոց։ Այդպես առավոտը 8-ից 8:30-ից արդեն մեր տանը սենց խառը իրավիճակ է։ Մեծերը միշտ համարյա միասին են լինում, Լիան, Ժանան իրար հետ են լինում, պարապմունքի, երաժշտական իրար հետ են գնում գալիս։ Ռուբենին, Լյովային դասապատրաստման եմ թողում, իրանք փոքրերն են, ոնց որ դպրոցական փոքրերն են, դասապատրաստման, անհատական պարապմունքի, որ չդժվարանան։ Ամեն մեկը մյուսի հանդեպ շատ հոգատար են ու դա շատ կարևոր է, որ սեր տան իրար։ Մեր հնարավորությունների սահմաններում ճիշտ է 4-ին կարողացանք բերել ընտանիք, կարևոր միտքն էր, որ մենք ուզում էինք, որ երեխեքը ընտանիքում մեծանային, ոչ թե ինչ-որ հաստատությունում, ընտանիքում կրթություն ստանային կամ տենց ուրիշ քուրի կապերների ներկայությունով էլի մեծանային, որ մի քիչ ընտանեկան համը, ընտանեկան հոտը իրանք էլ ունենային իրաց կյանքի մեջ։ Պետության հետ ունենք պայմանագիր կնքած, որպես աշխատող ներկայացել է կինս, պայմանագրերի իր հետ է, ինքը ստանում է աշխատավարձ, նաև ստանում ենք երեխաների քանակի չափով աջակցության գումար։
Եթե ինչ-որ մեկը ուզում է ծրագրի մեջ մտնի, որպես խնամատար ծնող դառնա, նախ պետք է երեխաներին սիրի, որ այդ անհանգստությունը, այդ ամեն ինչը իր մեջ լինի, որ թեկուզ մեկ երեխայի բերի իր ընտանիքում մեծացնի։ Պիտի սիրենք ու փափագ ունենանք երեխաներին ընտանիք բերելու։ Շատ կարևոր դեր ունեն խնամատար ծնողները հիմա, քանի որ մանկատներում չպետք է մեծանան երեխաները, պիտի մեծանան ընտանիքում։ Այս սերն ու ջերմությունը, որ մենք տալիս ենք իրանց, ինձ թվում է ավելի շատ կարևորություն ենք տալիս, էլի որ մանկատանը չկա այդ սերն ու ջերմությունը, ոնց որ ընտանիքում կա։ Տան մեջ մենք ամենքս մեր հերթին, թե ես, թե Հայկազը, անհատական տալիս ենք դա սերը։ Այդ է կարևորագույն բաներից մեկը խնամատար ծնող դառնալու։ Սեր տալն է իրանց, ինչի պակասը որ ունեն։ Երբ որ լացում եմ, մի հատ մոտիկանում եմ, գրկում եմ, սենց ամուր գրկում եմ, ինքը սենց հալվում է գրկիտ մեջ, ու միանգամից ձայնը կտրում է։ Այդ պահը երևի դուք պիտի զգաք, որ հասկանաք դա ինչ է, էլի, որ ունեն կարիքը, իրանք սիրո կարիք ունեն։